Միքայել Սրբազանի խափանման միջոցը դատարանը փոխել է տնային կալանքի, արգելված է բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց, ունենան նամակագրություններ, սակայն սահմանափակումները չեն վերաբերվում հարազատներին։ Խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդություն բավարար է։ Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջափարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի փոխել եւ նրա նկատմամբ որպես այժմեջանային խափանման միջոցներ համապատասխան կիրառել տնային կալանքը բնակության հասցեն քաղաքացիների փոխեցնում իսկ բժշկական հաստատությունում ստացիոնար բուժում աստիճանանում տվյալ բժշկական հաստատություն։ Միքայել arczepiskopos Աջափահյանը վերադարձել է Իզմիրլյան բժշկական կենտրոն նրան կալանքի տակ պահելու այսօրվա որոշումից հետո Sputnik Armenia-ին հայտնել է նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Հիշեցնեմ, որ Սրբազանին փետրվարի 10-ին պատրաստվում են վիրահատել։ Փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանին խնդրել է թույլ տալ Միքայել Սրբազանին մասնակցել տեղի եկեղեցու կիրակնօրյա պատարակներին։ Դատավոր Էդգար Մանասյանն ասել է, որ օրենքը նման հնարավորություն չի տալիս, բայց այն կհամարեն միջնորդություն եւ կքննարկե։ Մեղադրող կողմն առարկություն չի հայտնել։ Շիրակի թեմի առաջնորդի գործի վերաբերյալ հաջորդ նիստը տեղի կունենա Միքայել Սրբազանի վիրահատությունից հետո։